Չար բախտը, իտալական հեքիաթ։ Մի ժամանակ ապրում էին 7 քույրեր, թագավորի 7 աղջիկները։ Քույրերը մեծացան պալատում, հոգսին ու դժբախտությանը անտեղյակ։ Իզուր չի առակն ասում, հարուստին ու մեկ էլ բախտավորին մոմն էլ է արևի պես լուսավորում։ Բայց հազիվ էր լրացել ավագ քրոջ 21-ը, իսկ ամենակրտսերի Սաթինայի 15 տարին, երբ բախտը հեռացավ թագավորի ընտանիքից։ Թագավորության վրա հարձակվեցին թշնամի զորաբանակները։ Թագավորը սկզբում կորցրեց իր զորքը, հետո գահը, իսկ վերջում նաև թագավորին գերի տարան։ Թագուհին իր 7 աղջիկների հետ ստիպված եղավ փախչել մի ուրիշ թագավորության սահմանները և թաքնվել խոր անտառի կիսախավար տնակում, որտեղ մի ժամանակ ապրել էր մի ածխագործ։ Այժմ արդեն թագավորի ընտանիքին հայտնի դարձավ առակի երկրորդ մասը, որն ասում է աղքատին, մեկ էլ անբախտին արևն էլ է ձեթի ճրագի պես հազիվ պլպլում։ Փետուրե ներքնակի և ատլասե վերմակի փոխարեն նրանք պառկում էին խոտի բարակ շերտով ծածկված 4 տախտակների վրա։ Ոսկյա և արծաթյա ամանեղենի փոխարեն օգտագործում էին կավե մի դոդ և 8 փայտե գդալ։ Իսկ դոդի մեջ ինչ կար։ Երբեմն սնկի շորվա, իսկ երբեմն էլ ոչինչ։ Այդպես էլ ապրում էին։ Մի անգամ մայր թագուհին երեկոյան դուրս եկավ տնակից և նստեց շեմին։ Նրան մոտեցավ զամբյուղը ձեռքին մի շատ ծեր պառավ։ Հարցրեց. «Արդյոք մի քիչ թուզ չեք գնի»։ «Ախ, բարի կին», հառաչելով պատասխանեց թագուհին, «որ առաջվանս լիներ, ես քեզնից կարող էի նույնիսկ 100 զամբյուղ գնել, բայց հիմա մի սոլդո էլ չունեմ։ Վերցրու այս սանրը և փոխարենը 7 հատ թուզ տուր իմ 7 աղջիկների համար»։ «Սանրը ինձ պետք չէ», ասաց պառավը, «հենց այնպես էլ ես քեզ թուզ կտամ։ Ավելի լավ է ինձ պատմիր քո վիշտը, գուցե կարողանամ օգնել քեզ»։ Թագուհին նրան պատմեց այն բոլորը, ինչ իրենց հետ պատահել էր վերջին տարիների ընթացքում։ Պառավը լսեց, գլուխը տմբտմբացրեց ու ասաց. «Խեղճ թագուհի, քո աղջիկներից մեկը չար բախտ ունի։ Ձեր բոլորի դժբախտությունն էլ հենց դրանից է։ Քանի դեռ ձեզ հետ է Սֆորթունա անհաջողակ աղջիկը, հաջողության չսպասես»։ «Բայց իմ աղջիկներից որի բախտն է չար», հարցրեց թագուհին։ «Այն, որ քնում է ձեռքերը կրծքին խաչած», պատասխանեց պառավը, «վռնդիր նրան և ամեն ինչ լավ կլինի»։ Հետո պառավը գետնից վերցրեց զամբյուղն ու անհետացավ ծառերի ետևում։ Թագուհին մտավ տնակ, վառեց մոմը և կռացավ ավագ դստեր վրա։ Նա քնած էր ձեռքերը պարզած։ Երկրորդ աղջիկը ձեռքերը դրել էր գլխի տակ, երրորդը ձեռքի ափը կպցրել էր այտին, չորրորդը դրել էր բարձի տակ, հինգերորդը ձեռքերով ծածկել էր աչքերը, վեցերորդի ձեռքերը կախ էին ընկել։ Աղջիկներին մեկ-մեկ ստուգելուց հետո թագուհին թեթևացած շունչ էր քաշում։ Բայց ահա մայրը մոմը մոտեցրեց ամենակրտսեր աղջկան Սանթինային և քիչ մնաց ճչար։ Կրտսեր աղջիկը քնած էր ձեռքերը կրծքին խաչած։ Թագուհին չոքեց դստեր անկողնու մոտ և դառնորեն փղծկաց։ Աչքերից արտասուքը հոսում էր հեղեղի պես։ Արցունքի մի տաք կաթիլ ընկավ աղջկա այտին։ Նա արթնացավ ու լսեց, թե ինչ է ասում մայրը։ «Ախ, աղջիկս, դու որ այդքան քնքուշ սիրտ ունես, միթե իսկապես կարող ես դժբախտություն բերել։ Ոչ, իմ խեղճ Սանթինա, ինչ էլ որ պառավն ասի,
Միևնույն է, ես երբեք քեզ Ֆորտունա չեմ անվանի, քեզ երբեք չեմ վռնդի, ավելի լավ է մենք բոլորս քեզ հետ կիսենք այն ամենը, ինչ քո գլխին բերում է քո չար բախտը։ Կրտսեր արքայադստեր համար շատ դառն էր այդ բոլորը լսել, բայց նա պառկած էր մկան նման անշարժ և ոչնչով ցույց չէր տալիս, որ արթնացել է։ Երբ մայրը մի կուշտ լաց լինելուց հետո ննջեց, Սանթինան վեր կացավ, իր ունեցած չունեցածը, հին շրջազգեստը, սանրը, մեկ էլ փայտե գդալը, բոխչա արեց, մի անգամ էլ նայեց քնած քույրերին ու մորը և խրճիթից դուրս եկավ։ Մինչև լուսաբաց գնում էր անտառի միջով։ Հենց որ արևը փոքր-ինչ բարձրացավ, դուրս եկավ հարթավայր։ Որ կողմը որ նայում էր, ոչ բլուրներ կային, ոչ էլ թփուտներ։ Միայն մի տուն էր երևում հարթավայրի մեջտեղում։ Արքայադուստրը մոտեցավ տանը և լուսամուտից ներս նայեց։ Նա տեսավ 3 կանանց, որոնք ջուլհակի դազգահի մոտ նստած գործում էին։ Մեկը գործում էր ոսկե թելերով, մյուսը արծաթե, իսկ երրորդը կապույտ հենքի վրա վառ կարմիրով էր գործում։ Ջուլհակների վարժ մատների տակ թելերը դառնում էին այնպիսի նախշազարդեր, որ արքայադուստրը չէր կարողանում հայացքը հեռացնել։ Հանկարծ նա, որը ոսկե թելերով էր գործում, գլուխը բարձրացրեց ու տեսավ աղջկան։ Ջուլհակուհին վեր կացավ և դուռը բացեց։ «Չես ուզում ներս գալ», հարցրեց նա։ «Եթե թույլ կտաք», պատասխանեց արքայադուստրը։ «Քո անունն ի՞նչ է»։ Արքայադուստրը մտածեց, եթե ես իսկապես դժբախտություն եմ բերում, թող ինձ անվանեն անբարեբախտ Սֆորթունա։ Այդպես էլ ասաց ջուլհակուհիներին, ապա ավելացրեց. «Կթողնեք այս տանը մնամ, կծառայեմ ձեզ, իսկ եթե չեք թողնի, կհեռանամ»։ «Դե ինչ արած», ասացին ջուլհակուհիները, «մնա»։ Եվ Սֆորթունան գործի անցավ։ Հատակն ավլեց, օջախը վառեց և ճաշ եփելու պատրաստություն տեսավ։ Կեսօրին ճաշն արդեն պատրաստ էր։ Ջուլհակուհիները կերան, գովեցին աղջկան ճաշ եփելու շնորհքի համար և նորից նստեցին դազգահների առաջ։ Երբ արևը սկսեց թեքվել դեպի մայրամուտ, ջուլհակուհիներից ավագը, այն որ կապույտ ու կարմիր նախշեր էր գործում, ասաց. «Այսօր մենք հյուր ենք գնալու, մինչև այնտեղ շատ հեռու է, առավոտյան հազիվ կկարողանանք վերադառնալ։ Մեր բացակայության ժամանակ տանը լավ ուշադրություն դարձրու։ Մեր թելերը արծաթից, ոսկուց և մետաքսից են, իսկ մեր դազգահներից իջնող գործվածքը իր հարսնացուի հագուստի համար պատվիրել է ինքը թագավորը։ Մեր ետևից դուռը փակիր սողնակով, իսկ մենք դրսից մեծ կողպեք կկախենք»։ Ջուլհակուհիները հագան տոնական զգեստներն ու գնացին։ Սֆորտունան ամեն ինչ մաքուր հավաքեց, ամանները լվաց, հետո ջուլհակների ծղոտե դմփիքները մի անկյուն գցելով փչեց, հանգցրեց մոմն ու քնեց։ Արթնացավ ուղիղ կեսգիշերին։ Նրան թվաց, թե ինչ-որ մեկը տան մեջ ման է գալիս, ինչ-որ բան է ճռճռթում և խզխզում։ «Ո՞վ է»։ ձայնեց աղջիկը։ Մթության միջից լսվեց պառավական մի բարակ ձայն. «Այդ ես եմ, քո բախտը։ Առավոտյան կիմանաս, թե ինչպիսի լավ նվեր եմ քեզ համար պատրաստել»։ Եվ բախտը ականջ ծակող ձայնով հռհռաց։ Հետո լռություն տիրեց։ Սֆորթունան մտածեց. դուռը ներսից ու դրսից ամուր փակված է, ոչ ոք չի կարող տուն մտնել, երևի երազ եմ տեսնում։ Ինքն իրեն այդպես խոսեց, շուռ եկավ մյուս կողքի վրա ու քնեց։ Առավոտյան ջուլհակուհիները վերադարձան և սկսեցին դուռը աղմուկով թակել։ Արքայադուստրը տեղից վեր թռավ ու դուռը բացեց։ Արևի ճառագայթները դռնից ներս խուժեցին։ Սֆորթունան գունատվեց, ջուլհակուհիները հոգոց հանեցին։
Թանկարժեք թելերը խառնշտված էին ու կտրտված, իսկ ոսկյա եւ արծաթյա գործվածքը կտոր էր արված։ Ահա թե ինչ էր արել Սֆորթունայի չարբախտը։ «Ախ դու անպիտան», խեղճ աղջկա վրա գոռգոռացին ջուլհակուհիները։ «Այդպես ես վճարում մեր արած լավության դիմաց։ Դե շուտ, կորիր էստեղից»։ Աքացիներն ու հրմշտոցները թափվեցին 4 կողմից։ Եվ այսպես ջահել արքայադուստրը սկսեց թափառել, ինքն էլ չիմանալով, թե ուր է գնում։ Երեկոյան հասավ մի գյուղի։ Բոլոր պատոհաններից արդեն փայլում էին հյուրասեր ճրագները։ Այդ ժամին օրվա աշխատանքից հետո ընտանիքի օջախի շուրջ հավաքվում էին ընթրիքի։ Բայց Սֆորթունայի համար այդպիսի տներից ոչ մեկում տեղ չկար։ Նա այդպես էլ չէր համարձակվում որևէ մեկի դուռը թակել։ Սֆորթունան հասավ հրապարակ և նստեց հարուստ տներից մեկի քարե սանդուղքների։ Շուտով տանտերը դուրս եկավ փեղկերը ծածկելու և նկատեց աղջկան։ «Ինչ ես անում այստեղ», հարցրեց նա։ «Ես այլևս ուժ չունեմ ուրիշ տեղ գնալու», ասաց Սֆորթունան։ «Խնդրում եմ, ինձ մի վռնդեք»։ «Աղջիկ, դու երևի չգիտես, թե ում հետ գործ ունես։ Ես թագավորի մոճորն եմ, գինի տվողը։ Չեմ կարող թույլ տալ, որ դու նստես այս աստիճանների վրա։ Վեր կաց ու տուն մտիր»։ Սֆորթունան ներս գնաց։ «Բարձրացիր գինու այդ տակառին և քնիր», ասաց տանտերը։ «Դրան ոչինչ չի պատահի, հասարակ գինի է։ Իսկ այն, որ նախատեսված է թագավորի հարսանիքի համար, 10 տակառի մեջ կնքված պահվում է, այ էնտեղ, ներքևի նկուղում»։ Տանտերը հպարտությամբ թխկացրեց դեպի նկուղ տանող դռնակը։ Հոգնած Սֆորթունան խոր քուն մտավ։ Լուսաբացին նա մի տարօրինակ երազ տեսավ։ Կարծես նստած էր առվակի ափին։ Ջուրը հոսում էր մանրիկ փայլուն քարերի վրայով։ Քչքչում էր ու բլբլում փոքրիկ երեխայի պես։ Առվակի երգը կարելի էր անվերջ լսել, բայց չգիտես ինչու Սֆորթունայի համար այդ բոլորը սարսափելի էր։ Այդ ժամանակ նա արթնացավ վախեցած ու հանկարծ լսեց, թե ինչպես է մեկը քրթմնջում բարակ ձայնով։ 10 կարմիր առվակներ, հավաքվեցեք, դարձեք լճակ։ Ես իմ գործը գիտեմ, իսկ աղջիկը ձեռքիցս չի պրծնի։ Խեղճ Սֆորթունան հասկացավ, որ իր չար բախտը նորից դժբախտություն է սարքել։ Արքայադուստրը բարձրաձայն գոռաց. «Օգնություն, օգնություն»։ Մոմը ձեռքին վազելով եկավ քնած տանտերը։ Եվ ինչ տեսավ։ Բացի աղջկանից խանութում ոչ ոք չկար։ Նկուղի դռնակի կափարիչը ետ էր գցված, իսկ ներքևում, խավար նկուղում ծփում էր գինի։ 10 դատարկ տակառներ լողում էին գինու երեսին։ Խեղճ Սֆորթունը ինչ կարող էր ասել։ Լռությամբ տարավ ծեծն ու հայհոյանքը։ Գոռգոռալուց հոգնած տանտերը նրան դռնից դուրս հրեց։ Դառն արցունքները կուլ տալով Սֆորթունան նորից ճամփա ընկավ։ Գնաց ուր որ աչքը կտրում էր։ Կեսօրին հասավ գետափ և տեսավ մի կնոջ, որը սպիտակեղեն էր լվանում։ Ասաց կինը։ Լվացարարուհի Ֆրանչեսկայի համար մի օգնական հայտնվեց։ Այնպես չէ, աղջիկս։ Եթե իհարկե թույլ կտաք, պատասխանեց Սֆորթունան։ Ես սիրով կօգնեմ ձեզ։ Որ այդպես է, գործի անցիր, ասաց լվացարարուհի Ֆրանչեսկան։ Ես օճառը կքսեմ, իսկ դու պարզաջրիր։ Աշխատանքը ավելի արագ առաջ գնաց։ Արևը դեռևս այրելուց չէր հոգնել, երբ ամբողջ սպիտակեղենն արդեն փռված էր։ Հազիվ էր չորացել։ Սֆորթունան նստեց կանաչների վրա և սկսեց մաշված սպիտակեղենի ածքերը կարկատել։ Ֆրանչեսկան էլ սկսեց նրան օգնել, բայց նրա մոտ լիցքերը համեմատաբար վատ էին ստացվում,
Մի տես է, ասաց լվացարարուհին, 20 տարի է, որ ես լվանում եմ ու կարկատում մեր երիտասարդ թագավորի սպիտակեղենը և կարծում էի, որ ինձնից լավ կարկատող չի լինի, բայց հիմա տեսնում եմ, որ քո առաջ ենթավարպետ կարող եմ լինել։ Ահա թե ինչ աղջիկս, մնա, ապրիր ինձ հետ։ Ախ, բարի տիկին, ասաց աղջիկը, ես չեմ համարձակվի ոտքս քո շեմից ներս դնել։ Իզուր չէ, որ անունս Սֆորթունա է։ Իմ չար բախտը դժբախտություն է բերում, և ինձ, և այն տան գլխին, որտեղ ես մուտք եմ գործում։ Դե լավ, դրանք դատարկ բաներ են, ասաց Ֆրանչեսկան։ Բախտը իհարկե կարևոր անձնավորություն է, բայց մարդն էլ հողմաղած չէ, որ քամին որ կողմից փչի, այն կողմից էլ պտտվի։ Կարելի է քամ ունել ընդդեմ գնալ, կարելի է նաև չար բախտին բարի դարձնել։ Դու նստիր այստեղ, ես շուտով կվերադառնամ։ Մի ժամ չանցած լվացարարուհին վերադարձավ։ Նա իր հետ բերել էր 2 մեծ ոլորաբլիթ։ Վերցրու այս ոլորաբլիթները, ասաց Սֆորթունային, և գետակի ընթացքով դեպի ներքև գնա։ Գետակը քեզ կառաջնորդի դեպի ծով։ Կանգնիր ծովափին և կանչիր իմ բախտին։ Ինչպես կարելի է բախտին կանչել, զարմացավ Սֆորթունան։ Շատ հասարակ։ Ինչքան ուժ ունես գոռա. «Հե՜յ, Ֆրանչեսկայի բախտ»։ Այդպես 3 անգամ։ Դրանից հետո իմ բախտը կհայտնվի։ Դու նրա հետ հարգանքով վարվիր։ Դե իհարկե, իմիջայլոց այդ բանը քեզ սովորեցնել պետք չէ իհարկե, բայց իմ բախտին տուր ոլորաբլիթներից մեկը։ Իմ կողմից խոնարհաբար գլուխ տուր և նրանից հարցրու, թե ինչպես գտնես քո բախտին։ Մյուս ոլորաբլիթն էլ նվիրիր քո բախտին։ Սֆորթունան գնաց և դուրս եկավ ծովափ։ 3 անգամ կանչեց Ֆրանչեսկայի բախտին և վերջինս հայտնվեց։ Ֆրանչեսկայի սինյորա բախտ, Ֆրանչեսկան ձեզ ողջույն է ուղարկել և այս ոլորաբլիթը։ Բացի դրանից, ձերդ ողորմածությունն արդյոք ինձ չի սովորեցնի, թե որտեղ գտնեմ իմ բախտին։ Քեզ սովորեցնել կարող եմ, ասաց Ֆրանչեսկայի բախտը, բայց դու այդ հանդիպումից չես ուրախանա։ Քո բախտը շատ կատաղի մի պառավ է, բայց որ ուզում ես, լսիր։ Տեսնում ես, ահա այն արահետը, որ տանում է դեպի լեռները։ Գնա այդ արահետով։ Հենց որ հասնես կիրճին, թեքվիր ժայռերի մեջ գտնվող առաջին ծերպանցքը։ Այնտեղ ամենամութ անկյունում վառարան կա։ Վառարանի մոտ դես ու դեն է թռչկոտում պառավը։ Դա էլ հենց քո բախտն է։ Իսկ թե նրա հետ ինչպես կխոսես, դա արդեն քո գործն է, որովհետև ինքը սատանան նրա հետ լեզու գտնել չի կարողանում։ Սֆորթունան շնորհակալություն հայտնեց Ֆրանչեսկայի բախտին և գնաց իրենը փնտրելու։ Ահա կիրճը, ահա ծերպանցքը, ահա վառարանը, ահա և Սֆորթունայի բախտը։ Այ թե այլանդակ կերպարանք ուներ, հա։ Սպիտակած մազերը կեղտոտ հյուսքերով կախ էին ընկել, ոլորուն երկար քիթը մրոտված էր, հագուստը ծվեն էր եղել։ Ջահել արքայադուստրը արդեն 16 տարեկան էր և կարելի էր երդվել, որ այդքան տարիների ընթացքում նրա բախտը ոչ մի անգամ չէր լվացվել։ Ինչու ես եկել, Սֆորթունային տեսնելով փնթփնթաց պառավը։ Երբ ինձ պետք լինի, ինքս կգտնեմ քեզ, իսկ հիմա շուտ հեռացիր։ Հիմա կգնամ իմ թանկագին սինյորա բախտ, միայն թե որպես նվեր ընդունեք այս ոլորաբլիթը։ Պահ, շատ պետքս է քո նվերը, ասաց բախտը և մեջքը շրջեց աղջկա կողմը։ Սֆորթունային թվաց, որ պառավի ձայնը կարծես մի քիչ մեղմացավ։
Աղջիկը ոլորաբլիթը դրեց վառարանի վրա և կամացուկ ետ դարձավ։ Իսկ այդ ժամանակ լվացարարուհի Ֆրանչեսկան թագավորին տարավ սպիտակեղենը։ Երիտասարդ թագավորը սպիտակեղենը նայեց ու բացականչեց. «Նյա Ֆրանչեսկա»։ Թագավորը լվացարարուհուն Նյա Ֆրանչեսկա, այսինքն խնամի Ֆրանչեսկա էր կոչում, որովհետև որքան ժամանակ որ իրեն հիշում էր, նույնքան էր լվացարարուհուն էր հիշում։ Չէ որ Ֆրանչեսկան նույնիսկ թագավորի բարուրի շորերն էր լվացել։ Այսպես ուրեմն սպիտակեղենը տեսնելով նա բացականչեց. «Նյա Ֆրանչեսկա, ձեզ երբեք չի հաջողվել այսպես մաքուր լվանալ, ինչպես այսօր եք լվացել։ Ինչ լավ սպիտակեղեն է, իսկ անցքերի լիցքերը իմ վերնաշապիկների նախշերից ավելի գեղեցիկ են։ Ահա իսկական վարձից բացի ձեզ 10 սկուդո ևս»։ Ֆրանչեսկան շատ ուրախացավ և այդ փողերով գնեց ամեն ինչ. շրջազգեստ Սֆորտունայի համար, մաշիկներ Սֆորտունայի համար, սև ժանյակավոր գլխարկ, իհարկե Սֆորտունայի համար։ Ամբողջ մի շաբաթ Սֆորտունան ապրեց լվացարարուհի Ֆրանչեսկայի մոտ։ Ահա անցավ կիրակին, եկավ երկուշաբթին, իսկ երկուշաբթի օրերին Ֆրանչեսկայի մոտ միշտ բերում էին թագավորական մեծ լվացքը։ Երկուսով սկսեցին գործը։ Կեսօրվան մոտ վերջացրին լվացքը, իսկ հետո Սֆորտունան մինչև լուսաբաց կարկատեց և արդուկեց սպիտակեղենը։ Առավոտյան, երբ լվացարարուհին թագավորի մոտ բերեց սպիտակեղենը, նա ասաց. «Էհեյ, Նյա Ֆրանչեսկա, գնալով ավելի ես հմտանում լվացքի մեջ։ Տես ծալքերը ինչպես են արդուկված, իսկ սպիտակ օձիքները կարծես ծովի փրփուրներ լինեն»։ Թագավորն այս անգամ իսկական վարձից բացի 20 սկուդո ավելի տվեց։ Նյա Ֆրանչեսկան շնորհակալություն հայտնեց թագավորին և նորից գնաց գնումներ կատարելու։ Այս անգամ էլ նա շրջազգեստ, մաշիկներ, սիրուն գլխաշոր գնեց։ Բայց դա դեռ բոլորը չէր։ Նա գնեց նաև օճառ, սպունգ, սանր և մի սրվակ վարդի թանկարժեք յուղ։ Լվացարարուհին գնումները տուն բերեց և ասաց Սֆորտունային. «Նայիր, թե ինչպիսի նվերներ եմ բերել քո բախտի համար։ Հիմա ոլորաբլիթ կթխեմ և դու նրա մոտ հյուր կգնաս։ Ոտքից գլուխ նրան նոր շորեր հագցրու, բայց չմոռանաս սկզբից մի լավ լողացնել»։ Սֆորտունայի բախտը առաջվա նման կեղտոտ էր ու գզգզված, բայց աղջկան ընդունեց մի փոքր սրտաբաց։ «Ոլորաբլիթ բերել ես»։ Սֆորտունային տեսնելով հարցրեց նա։ «Իհարկե բերել եմ իմ թանկագին բախտ սինյորա»։ Եվ նա ոլորաբլիթը մեկնեց պարավին։ Հենց որ բախտը մոտեցավ Սֆորտունային, աղջիկը պինդ բռնեց նրա թևից ու քաշեց առվակի մոտ։ Այ թե փնթփնթում էր պարավը, երբ Սֆորտունան նրան տրորում էր օճառված սպունգով։ «Լողանալ չեմ ուզում լողանալ», աշխատելով փախչել բղավում էր բախտը։ Բայց Սֆորտունան նրա գոռգոռոցին ուշադրություն չէր դարձնում։ Նա մաքուր լողացրեց իր բախտին, սանրեց մազերը, նոր շորեր հագցրեց, ոտքերին քաշեց ճռճռան մաշիկները և վրան լցրեց սրվակի միջի ամբողջ վարդայուղը։ Այժմ որքան հաճելի ու բարի պառավ էր կանգնած աղջկա առաջ։ Նրանից 10 վարդենու հոտ էր բուրում։ Հայտնի բան է, բոլոր կանայք, նույնիսկ ամենահասակավորները, սիրում են նոր հագուստներ։ Բախտը չկարողացավ չհիանալ իրենով։ Նա մեկ ուղղում էր շրջազգեստի փեշը, մեկ ճռճռացնում նոր կոշիկները, մեկ էլ փորձում ծաղկավոր գլխաշորը։ «Իմ խելացի», ասաց նա Սֆորտունային, «այդպես է ընդունված։ Եթե մարդուն բաժին է ընկել չար բախտը, նա միայն գանգատվել և բախտին անիծել գիտի։ Դրա համար էլ բախտը իր չարությունը ավելի է սաստկացնում։
Ոչ ոքի մտքով չի անցնում, որ անհրաժեշտ է քրտնաջան աշխատել սեփական բախտը գեղեցիկ դարձնելու համար։ Աղավնյակս, դու հենց այդպես էլ վարվեցիր։ Սրանից հետո քո բոլոր գործերը լավ կընթանան։ Շնորհակալություն նվերներիդ համար։ Դու էլ ինձնից մի փոքր նվեր ընդունիր։ Եվ բախտս Ֆորթունային մի փոքրիկ տուփ տվեց։ Աղջիկը պարավի երկու այտն էլ համբուրեց ու վազեց Ֆրանչեսկայի մոտ։ Ֆրանչեսկայի հետ բացեցին տուփը։ Եվ ինչ տեսան։ Ընդամենը մի կտոր տրես, այն էլ մատի երկարությամբ։ Քո բախտը այնքան էլ առատաձեռն չէ, ասաց Ֆրանչեսկան։ Հետո տուփը դրեց կոմոդի արկղի մեջ։ Ինչպես միշտ, երկուշաբթի օրը Սֆորթունան և Ֆրանչեսկան լվացին սպիտակեղենը և երեքշաբթի լվացարարուհին տարավ պալատ։ Այս անգամ թագավորը նույնիսկ չնայեց սպիտակեղենի վրա։ Շատ մտահոգ էր։ Ձերդ գերազանցություն, ասաց լվացարարուհին։ Նյա Ֆրանչեսկան համարձակվում է հարցնել, թե ինչն է անհանգստացնում ձեզ։ Ախ, նյա Ֆրանչեսկա, ես 1000 ցավ ու 100 անախորժություն ունեմ։ Ախր խորհրդականներս ինձ համար անդրծովյան թագավորությունից մի հարսնացու են գտել։ Հարսնացուին աչքովս չեմ տեսել, հետն էլ ամուսնանալ բոլորովին չեմ ուզում։ Բայց որ խորհրդականներս մի բան են մտցնում գլուխները, էլ նրանցից պրծում չկա։ Դե ես էլ համաձայնվել եմ։ Բայց ինչ վատ բան կա դրանում, ասաց Ֆրանչեսկան։ Հարսանիքը ուրախություն է։ Բայց ես բոլորովին էլ ուրախ չեմ։ Առաջինը, որ հարսանիքի համար գինի չունեմ։ Ինչ-որ մի աղջիկ մտել է իմ մոջորի նկուղը և տակառներից մինչև վերջին կաթիլը բաց թողել հարսանիքի համար առանձնացված գինին։ Վայ, դա ինչ դժբախտություն է, որ, ասաց Ֆրանչեսկան։ Երբ հյուրերը ուզածիդ պես պարում են, չեն էլ հասկանում, թե ինչ գինով են հագեցնում իրենց ծարավը։ Երկրորդը, շարունակեց թագավորը, հարսնացուն պահանջել է, որ ես իրեն նվիրեմ 3 շրջազգեստ, ոսկեհյուս, արծաթահյուս և կապտակարմիր դիպակներից։ 3 ջուլհակուհիները գործել են դիպակը։ Հետո մի ինչ-որ աղջիկ մտել է նրանց մոտ և կտոր արել ամբողջ գործվածքը։ Չեղավ, ձերդ գերազանցություն, առարկեց Ֆրանչեսկան։ Հարսնացուի համար ամենագեղեցիկ հագուստը սպիտակ շրջազգեստն է։ Ես այդպես էլ որոշել եմ։ Սպիտակ մետաքսե շրջազգեստը արդեն պատրաստ է։ Նրա քղանցքները կարել են տրեզով։ Եվ ահա դժբախտություն։ Կարող ես պատկերացնել, նյա Ֆրանչեսկա, տրեզը չի բավականացրել։ Չի հերիքել ընդամենը մի փոքրիկ կտոր, մատի երկարությամբ։ Իսկ այդպիսի տրեզ իմ պետության մեջ այլևս չկա։ Ձերդ գերազանցություն, գոռաց լվացարարուհին։ Սպասեք ինձ, ես հենց հիմա կվերադառնամ։ Ֆրանչեսկան վազեց տուն, քրքրեց կոմոդը և թագավորին բերեց տուփի մեջ եղած տրեզի կտորը։ Այդ տրեզը չկարողացան տարբերել այն տրեզից, որով կարել էին հարսնացուի զգեստը։ Նյա Ֆրանչեսկա, բացականչեց թագավորը, դու ինձ փրկեցիր անդրծովյան արքայադստեր առաջ խայտառակվելուց։ Դրա փոխարեն ես քեզ այնքան ոսկի կկշռեմ, որքան կկշռի քո բերած տրեզը։ Տրեզի կտորը սկսեցին կշռել։ Սկզբում փոքր կշեռքի վրա, հետո միջակ, հետո ամենամեծ կշեռքով։ Բայց ինչքան էլ ոսկի էին լցնում, տրեզը ավելի ծանր էր կշռում։ Նյա Ֆրանչեսկա, հարցրեց թագավորը, ճիշտն ասա, սա ում տրեզն է։ Ֆրանչեսկան պատմեց Ֆորթունայի մասին։ Թագավորը ցանկություն հայտնեց աղջկան տեսնել։ Եվ ահա Սֆորթունան նոր շրջազգեստ հագած եկավ պալատ։ Հենց որ թագավորն ու Սֆորթունան իրար տեսան, իսկույն սիրահարվեցին։ Դե այստեղ զարմանալի ոչինչ չկա, երկուսն էլ ջահել էին ու գեղեցիկ։
Թագավորն անմիջապես կանչեց իր խորհրդականներին ու ասաց. «Դուք ինձ համար ծովի մյուս կողմում հարսնացու փնտրեցիք, իսկ ես հարսնացու գտա իմ սեփական թագավորության մեջ։ Եթե ձեզնից մեկն ու մեկին ավելի դուր է գալիս անդրծովյան արքայադուստրը, ապա թող ինքն էլ ամուսնանա նրա հետ»։ Եվ թագավորը հրաման արձակեց ամեն ինչ նախապատրաստել հարսանիքի համար։ Հետո նա իր մոտ կանչեց 3 ջուլհակուհիներին և Մոճորին։ Սրանց լեզուն կապ ընկավ, երբ տեսան թագավորի հարսնացուին։ Թագավորը դրանց վճարեց կտրտված դիպակի և թափթփված գինիների արժեքը և խաղաղությամբ ճամփու դրեց։ Այժմ արքայադստերը ոչ ոք Սֆորթունա չէր անվանում, չէ որ նա այլևս աղջիկ դժբախտություն չէր։ Հիմա նրան կոչում էին այն անունով, որով կնքել էին նրա հայրն ու մայրը՝ Սանթինա։ Հարսանիքից 3 օր առաջ Սանթինան ասաց փեսացուին. «Ձերդ մեծություն, որքան կուզենայի որևէ բան իմանալ իմ սիրելի մայրիկի ու քույրերի մասին, իմ դժբախտ հոր մասին»։ «Հանգիստ եղիր, սիրելի Սանթինա», պատասխանեց թագավորը։ «Այն օրը, երբ առաջին անգամ տեսա քեզ, սուրհանդակներ ուղարկեցի հարևան թագավորություն։ Այսօր սուրհանդակները վերադարձել են և ուրախ լուր են բերել. թագավորը, ձեր հայրը, փախել է գերությունից, զորք հավաքելով ետ է վերցրել իր գահը։ Թագուհին, ձեր մայրը, և արքայադստրերը, ձեր քույրերը, հիմա ճանապարհին են, նրանք այստեղ են գալիս»։ Սանթինայի ուրախությանը չափ չկար։ Եկավ հարսանիքի օրը։ Ճոխ սեղանի ամենապատվավոր տեղում նստել էին նորապսակները, իսկ նրանց կողքին Սանթինայի հայրը, մայրը և քույրերը։ Այդտեղ էր իհարկե նաև Նյա Ֆրանչեսկան։ Հարսնացուի թիկնատոռի ետևում կանգնել էր մի հյուր։ Նա ամեն անգամ ուրախ շարժում էր գլուխը, երբ լսում էր Սանթինայի ծիծաղը։ Բայց բացի ջահել արքայադստրից, ոչ ոք չէր տեսնում այդ հյուրին, որովհետև դա արքայադստեր սեփական բախտ